Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում կրկին ձեր ձայնը լսելի է։ Ես Լուսինե Մուրադյանն եմ, բնականաբար առաջարկում եմ ոչ միայն լսել, այլև դիտել։ Մուտք գործեք armradio.am կայք դիտել կոճակը սեղմեք կամ հայատար գրում եք Facebook-յան հարթակում Հայաստանի հանրային ռադիո եւ հետեւում լայվին։ Ժողովրդավարական հասարակության հիմքում կանգնած է տեղեկացված եւ գիտակից քաղաքացին, բոլորս լսել ենք այս նախադասությունը եւ շատերս համամիտ ենք, եւ ընտրությունները պարզապես քվեարկության օր չեն, դրանք յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն են ազդելու սեփական համայնքի եւ երկրի ապագայի վրա։ Սակայն ճիշտ ընտրություն կատարելու համար շատ կարեւոր է ոչ միայն մասնակցել, այլև հստակ հասկանալ ընտրական գործընթացները, ճանաչել սեփական իրավունքները, տարբերել փաստերը մոլորություններից եւ վստահ լինել, որ յուրաքանչյուր ձայն կարող է նշանակություն ունենալ։ Ահա այս թեմային ենք անդրադառնալու իմ զրուցակիցների հետ ներկայացնեմ հյուրերիս։ Մենք Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության գործառնական համակարգող Մադլեն Մինասյան, ողջույն Մադլեն, եւ կազմակերպության ծրագրերի համակարգող Արամ Գևորգյան, ողջույն Արամ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Այս նախաբանից զատ նաև հավել ենք մեր ռադիո լսողներին, որ Region նախաձեռնություն կա եւ հիմնականում նաև խոսելու ենք այդ նախաձեռնության մասին։ Սկսենք ծրագրից հենց միանգամից եւ փորձենք հասկանալ ինչ նպատակով է այսպես ասած մեկնարկել Region նախաձեռնությունը եւ այդ նախաձեռնությամբ ինչ խնդիր եք ուզում լուծել։ Երկուսիդ է հարցը ուղղված, խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար։ Region ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց ծրագրի նպատակն է նպաստել ընտրական գործընթացների հաշվետվողականությանը եւ թափանցիկությանը։ Մենք կազմակերպել ենք շուրջ 31 աշխատարաններ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։ Բոլոր խնդիր ներգրաված են։ Այո, խնդիր ներգրաված են եղել եւ ունեցել ենք ավելի քան 800-ից ավել քաղաքացի, ովքեր մասնակցել են մեր մեկօրյա աշխատարաններին։ Աշխատարանների ընթացքում մենք քննարկել ենք քաղաքացու դերի կարևորության ժողովրդավարական գործընթացների մեջ, ընտրական գործընթացների կարևորության, ընտրական գործընթացների սկզբունքների ու չափանիշների մասին ենք խոսել, ու ընդհանրապես կարևորությունը ընտրական յուրաքանչյուր process-ի մասնակցության մասին։ Եվ տպավորությունների մասին էլ կուզեմ խոսել, քանի որ հանդիպել եք մարդկանց հետ։ Մենք հաճախ ենք լսում, որ վստահություն չկա, այս արտահայտությունը հատկապես ընտրական շրջանում մենք լսում ենք։ Շատ-շատերն ասում են բոլոր ընտրություններից առաջ խոստումներ են տալիս եւ այդպես այդ խոստումները մնում են խոստումներ, դա եղել է տարիներ շարունակ։ Արդյոք մենք կարող ենք ասել, որ նման նախաձեռնության միջոցով նաեւ երբ ավելի գիտակից ես մոտենում խնդրին, վստահության առումով սկսում ես ավելի գիտակցորեն մոտենալ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ նշեմ, որ Region ծրագիրը երբ մենք գրում ենք, հստակ տեսել ենք մի քանի խնդիրներ։ Դրանցից առաջինը այն էր, որ Հայաստանում կան Արցախից բռնի տեղահանված մարդիկ, ովքեր առաջի անգամ են ունենալու ընտրելու իրավունք ազգային ժողովի ընտրություններում։ Դրանից զատ կան նաև առաջի անգամ ընտրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ 18 եւ բարձր տարեկան 18-ից 24 տարեկան հիմնականում։ Մենք տեսել ենք այդ հստակ խնդիրը, որ նախորդ ընտրություններում մասնակցության գրեթե բոլոր ընտրություններում մասնակցության ցածր տոկոս է եղել։ Բայց ցածր տոկոսը ինչով է պայմանավորված եղել։ Սկսենք այդտեղից, ոչ միայն այս ձեր նշած խնդիրները։ Ցածր տոկոսի պայմանավորված էր նրանով, որ կային մի շարք նախապայմաններ կային, որ մարդիկ որ չէին վստահում եւ ասում են չեմ գնալու ընտրության։ Մարդիկ բավարար չափով իրազեկված չէին, իրենց ընտրական իրավունքի մասին, մարդիկ չէին հավատում ու մինչև այժմ էլ շատ ու շատ մարդիկ, անգամ մեր դասընթացով անցած մարդիկ չէին հավատում։ Վերադառնալով ձեր հարցին, կոնկրետ ինչ մենք նկատեցինք մեր դասընթացներից հետո, հասկացանք, որ այն մարդիկ, ովքեր որ մասնակցում են դասընթացներին, դասընթացի սկզբում մտածում էին, լավ, այս ուր եմ եկել ես, չէին հասկանում ինչի համար եմ եկել, բայց երբ որ ընտրական process-ից էր դասընթացավարը սկսում խոսել, պատմում էր դրա կարևորության, քաղաքացիական մասնակցության կարևորության մասին, սա էլ մի քիչ տեղից շարժվում էր։ Մարդիկ արդեն հասկանում են, որ ընտրության գնալը քաղաքացիական իրենց ամենակարևոր ու ամենաառաջնային գործոններից մեկն է, որ իրենք պիտի դա անեն։ Բացի դրանից նաև կցանկանայի խոսել արդյոք իրազեկվածության բարձրացումը նաև խաբեությունների զոհ չի դարձնում քաղաքացիներին, ինչ նկատի ունեմ, մենք հաճախ ենք տեսել տարիներ շարունակ, որ ասում են կգնաս X մարդուն կընտրես, դե գիտենք այդ 5000 դրամանոցները, որոնք հետո դարձել էին 10000 եւ այլն, պիտի գնաս ընտրես, բայց մենք կտեսնենք թե դու ում ես ընտրելու, հանկարծ չխաբես, հա, այսպիսի խաբեություններ կային, կարող ենք ասել, որ նաև այդ թեմային է անդրադարձել, որը շատ ակտուալ ու
կարևոր թեմա է, որպեսզի մարդիկ հստակ հասկանան, որ բացի իրենցից ոչ ոք չի տեսնում, թե ում են ընտրելու եւ ընդհանրապես իրենք ունեն ազատ ընտրության իրավունք։ Այո, միանշանակ անդրադարձել ենք, քանի որ կեղծ տեղեկությունները ոչ միայն մեր առօրյայում են, այլև շատ տարածված են մեդիայում, դրանք ավելին են, կարելի է ասել, քան առօրյայում խոսակցությունները, եւ մենք դասընթացների ընթացքում մասնակիցներին տրամադրել ենք հստակ գործիքակազմ, հստակ քայլեր, ինչպես կարող են դիմակայել, այսպես ասած, մանիպուլյացիաներին, ինչ կետեր կան, որ պետք է դրանց ուշադրություն դարձնել եւ ինչ կարող են տեսնել, ինչ կարող են անել եւ տեսնում են որևէ ընտրախախտում, այսպես ասած, ինչպես կարող են դրան արձագանքել։ Շատ կարեւոր է, որ քաղաքացին տիրապետի, ճիշտ ինֆորմացիային, ճիշտ տեղեկատվությանը, որպեսզի կարողանա տարբերի ճիշտը կեղծից եւ կարողանա ճիշտ քայլեր կատարել այդ մոլորության պարագայում։ Հավելում ունեք։ Ուզում եմ նշել, որ ներկայում Հայաստանում գործող ընտրակարգը առնվազն թղթի վրա բավականին լավն է ու կոնկրետ ընտրության օրը ընտրակեղծիք իրականացնելը մի քիչ բարդ է կամ մի քիչ շատ բարդ է, որովհետև երբ որ մարդը անկախ նրանից դրա մինչև ընտրատեղամաս մտնելը ով ինչ է խոստացել, ով ինչով է վախեցրել կամ ով ինչով է սպառնացել, քվյախցիկի հետևում մարդն է ու էլ ոչ ոք։ Ինքը մենակ է եւ միայն ու ինքն է տեսնում, թե ում է ընտրելու։ Մենք կոնկրետ այս кейսի հետ կապված մի հետաքրքիր բան ենք իրականացրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցելով մենք այնտեղից վերցրել ենք քվյատուպեր ու քվյախցիկներ ու տարել ենք մեր բոլոր 31 դասընթացների։ Այսինքն այսպես ասած գործնական պարապմունք եք ունեցել։ Բոլոր դասընթացների ժամանակ մենք գործնական պարապմունք ենք ունեցել, տեղում հանձնաժողովներ ենք ստեղծել, դասընթացի ընտրությունների իմիտացիա եք արել։ Այո, դասընթացի մասնակիցները հանձնաժողովի անդամ, դիտորդ ու ընտրողներ են եղել, ովքեր եկել են բոլոր process-ներով անցել են, վերջում գնացել են ու ընտրել են քվյատուպում։ Ես երկու տեղ էքսպերիմենտ եմ արել։ Թե էքսպերիմենտների մասն է խոսքը։ Հա։ Ես երկու տեղում հետևի հատվածում, քվյախցիկի հետևի հատվածում տեղադրել էի կամերա ու ընտրողներից առաջին դեպքում Սյունիքի մարզում եմ արել երկուսն էլ չէին նկատել առաջի տեղում Գորիսում չէին նկատել իսկ Կապանում նկատեցին որ այնտեղ կա տեսախցիկ իսկ ինչպես մենք գիտենք ընտրակարգը թույլ չի տալիս որ ուղիղ քվյախցիկի հետևը նայող կամերա լինի տեսախցիկ լինի ու ոնց որ այդ նաև ազդակ էր այդ մարդկանց համար հնարավորություններ այն ամենը ինչ իրենք լսում են այս ամբողջ ընթացքում թե մեդիայով թե դասընթացի ընթացքում իրականում տեսնել ու պատկերացնել քանի որ նրանց մեջ ինչպես նշեցի կան եւ Արցախից տեղահանվածներ ովքեր առաջի անգամ են Հայաստանում ընտրում ու առաջի անգամ ընտրողներ Այստեղ հետաքրքիր մի բան փաստորեն փորձառություն են ձեռք բերել նաեւ գնալով ընտրատեղամաս ուշադրություն դարձնել նաեւ շուրջ բոլորը եւ հստակ տեսնել եթե Աստվածչյանի խնդիրներ լինեն հա փաստացի Այո շատ կարևոր է որ լինեն իրազեկ, հա, այսինքն ինչ է կատարվում ընտրատեղամասում, ինչպես պետք է, հա, ընթանա process-ը եւ ինչ խախտումներ կարող են լինել եւ ինչպես կարող են իրենք օրինակ ահազանգել այդ խախտումներին այո դասընթացների աշխատանքների ամենահետաքրքիր մասը հենց գործնական հատվածներ եւ մասնակիցները անձամբ անցնում էին քվեարկության օրվա ողջ շղթայով եւ կարողանում էին այսպես ասած հանդիպել այնպիսի իրավիճակների կանգնացրել այդ մարդկանց նաեւ դա էլ է չէ իհարկե անդրադարձել ենք այն բոլոր իրավիճակներին անհնար եւ հնարավոր որը կարող է պատահել ընտրատեղամասում եւ փորձել ենք մաքսիմալ նրանց իրազեկ դարձնել այդ օրվան եւ մնացած Արդյոք առանձնահատուկ նաև անդրադարձել եք ընտրակաշառքներին, որովհետև ուղակի զուտ վերցնել այդ օրը X գումար եւ գնալ կատարել ոչ քո ցանկությամբ արտադրված ընտրություն, դա մեկ օրվա համար չէ եւ այստեղ գիտակցությունը, որ դու վաղվա համար ես կատարում այդ ընտրությունը, մտածողության փոփոխություն է, որը պետք է ամբողջությամբ երկարատև աշխատանքի արդյունք լինի, արդյոք նաև մանրամասն անդրադարձել եք դրան։ Դասընթացի անկյունաքարային հատվածը այն էր, որ մարդիկ մասնակիցները հասկանային քաղաքացիական մասնակցության կարևորությունը։ Ու եթե իրենք 5000, 10000 կամ պայմանական այլ դրամի չափով պատրաստ են վաճառել իրենց ձայնը, իրենք դրա գինը հասկանան, որովհետեւ իրենց ապագան, ճիշտ է, 5 տարին ընտրակաշառք վերցնող մարդը փոխարինում է 5 կամ 10000 դրամի հետ։ Ամենակարևոր մեր խնդիրներից մեկը դա է, որ մենք այդ գիտակցությունը արտնասնենք մարդկանց միջև, որ այդ 5000 կամ 10000-ի համար շարժը առաջիկա ձեր 5 տարին, այսպես ասած, վարի տալ։ Մսխել։ Այստեղ երբ ինտերակտիվություն վստահ եմ եղել է, ամենից շատ հարցերը որոնք էին, որ տվել են մասնակիցները։
Հիմնականում հարցերը կապված էին լինում ընտրական գործընթացների հետ, այսինքն ինչ կարող են իրենք անել, հա, ինչպես պետք է լինի, ինչ է իրանցից անհրաժեշտ, ինչպես տարբերեն կեղծ տեղեկատվությունը իրականից, հաճախ մեդիայում ուրիշ տեղեկատվություններ են նախընտրականը նկատի ունեք տեղեկության։ Այո, եւ նախընտրական եւ մեծահասակներից տեսած որևէ պատմություններ, ինչպես կարող են դրանք անդրադառնալ։ Ենթադրություններ իրականության տեղ դնել նաեւ։ Այո, եւ այդ առիթով կարելի ասել մենք պատրաստել ենք ուղեցույց մշակել ենք եւ տպագրել ենք առաջին անգամ ընտրողների համար եւ ոչ միայն, որը համապարփակ, այսպես ասած, ձևով ներկայացնում է, թե ինչ կարևոր քայլեր պետք է իմանա իրազեկ ընտրողը, ինչպես պետք է նախապատրաստվի մինչեւ ընտրատեղամաս գնալը եւ այնտեղ ինչ կարևոր քայլեր կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Եվ հարցերի հետ կապված եւ ուզում եմ նշել, որ մենք ստեղծել ենք նաեւ Telegram-յան bot, անդրադառնալու է դրա, բայց խնդրեմ, որը հնարավորություն է տալու կրկին, հա, մարդկանց լինել իրազեկ, bot-ը ունի տարբեր բաժիններ, օրինակ հարցերի բաժին, մոլորություն, իրականություն բաժին, արձանագրել ընտրախախտումներ։ Այո, դա ակտիվանալու է հենց ընտրության օրը, որը հնարավորություն է տալու մարդկանց, հա, հատուկ ձևով պատրաստել ընտրախախտումը եւ ներկայացնել համապատասխան մարմիններին։ Միանգամից Telegram-յան այդ bot-ի միջոցով, ճիշտ եմ հասկանում։ Telegram-յան bot-ը մարդուն տանում է իր request հարթակ, որտեղից համապատասխան մարմնին կոնկրետ տվյալ դեպքում հեշտացրել եք, ՀՀ ներքին գործերի նախարարություն կարող են դիմում գրել իրենց տեսած ընտրախախտումի հետ կապված։ Ինձ նաև հետաքրքիր է հետաքրքրվածությունը սկզբնական շրջանում, երբ մասնակիցները գալիս էին, արդյոք հետաքրքրված էին, թե ասում էին դե լավ, հետո իհարկե փոփոխություններն եմ ուզում խոսենք, առաջ եւ հետո մտածողության փոփոխության մասն եմ խոսում, որովհետեւ իզուր չէր, որ ասացի, որ այստեղ կոնկրետ աշխատանք պիտի տարվի մարդկանց մտածողության ուղղությամբ վերաբերմունքի, հա, կոնկրետ ընտրություն կոչվածի։ Մարդիկ երբ որ լսում են ընտրություն բառը, հաճախ հետաքրքրված չեն լինում։ Առավել եւս Այո, առավել եւս մտածում են, որ մենք որևէ կուսակցությունից ենք կամ որևէ քաղաքական նկատառումներ ենք հետապնդում, առավել եւս երիտասարդները, որոնք հաճախ ավելի ուրիշ հետաքրքրություններ են ունենում, բայց երբ որ մենք ավելի նախաձեռնող չեն հիմա։ Այո, շատ նախաձեռնությունների շնորհիվ դառնում են ավելի նախաձեռնող եւ ավելի պատասխանատու քաղաքացի, քան մեծահասակները, կարող ենք ասել, եւ երբ որ սկսում ենք ամենազրոական կետից, հա, այսինքն որպես համայնքի բնակիչ իրենք ինչ իրավունքներ ունեն, իրենց ձայնը ինչպես կարող է անդրադառնալ հենց իրենց սեփական կյանքի որակի բարելավման եւ մնացած հարցերի վրա, այսինքն շատ հիմնակարային տեղից ենք սկսում ներկայացնել խնդիրը ու դա կապել ընտրության գնալու ընտրական գործընթացների մասին իրազեկ լինելու հետ, նրանք աստիճանաբար կարելի է ասել սկսում են հետաքրքրվել ու հասկանալ, որ եթե ես գնամ ընտրության, տեղի կունենա այս կամ տեղի կունենա այն, այսինքն դա շղթա է, որը պետք է ուղղակի մարդուն ներկայացնել, ինչպես է մեկ օղակը մյուսին կապակցված ու ինչքան կարևոր է իր ձայնը ու մասնակցությունը որոշումների կայացմանը։ Տեսեք, դասընթացի շրջանակներում մենք ունեինք դասընթացի գնահատում, որը հնարավորություն էր տալիս հասկանալ մարդիկ մինչև դասընթացը ինչպես են վերաբերվում ընտրական թեմաներին ու դասընթացի մեջ առկա բովանդակության մասին ինչ գիտեին ու հետագայում ինչ գիտելիքի աճ ունեցան։ Ամենակարևոր հարցերից մեկը, որը եւ դասընթացավարն էր տալիս եւ գնահատման թերթիկում կար, արդյոք կմասնակցեմ հունիսի 7-ի ընտրություններին թե ոչ։ Սկզբում երբ դասընթացավարը դասընթացի հենց ամենասկզբում տալիս էր այդ հարցը, մեծ մասամբ նամանավանդ առաջի անգամ ընտրողները ասում էին չեմ մասնակցի։ Բայց հետո որ մենք նայում ենք վերջնական գնահատումները դասընթացի, հասկանում ենք ինչքան տեղաշարժ ունենք դեպի դրականը։ Ու մեր ծրագրի նպատակներից մեկը հենց դա է, որ մարդկանց տրամադրենք, որ իրենք գնան ընտրության, հասկանան ընտրության կարևորությունը։ Դուք ասացիք, որ նաև օգնում եք նրանց, որպեսզի հասկանան կեղծ տեղեկությունը, իրական տեղեկությունից։ Այս պարագայում լավ է, որ ամեն ինչ անում եք, որպեսզի մարդիկ գնան իրենց քաղաքացիական պարտքը կատարեն եւ ընտրություն անեն։ Բայց արդյոք նաև որոշակի մեխանիզմներ եք սովորեցնում, որպեսզի նրանք կարողանան հստակ հասկանալ ըստ իրենց որն է ճիշտ ընտրությունը, որովհետև շատ հաճախ մենք էլի լսում ենք խոստումներ, որոնք եթե մի քիչ ուշադրություն չես դարձնում, օրինակ, ավելի խորքային չես վերլուծում խոստումները, ապա հասկանում ես, որ դրանք իսկապես մնալու են խոստումներ, կամ հակառակը, հասկանում ես, որ ծրագիրն ամբողջական է, շատ իրատեսական է եւ այո, սա կարող է իրականում ռեալիզացվել հետագայում։ Այս պարագայում արդյոք օգնում եք որոշակի գիտելիքով, որպեսզի մարդը ըստ իր մտածողության կարողանա վերլուծել յուրաքանչյուր կուսակցության ներկայացրած ծրագրերը եւ հասկանա թե որն է իր կարծիքով ճիշտը, որովհետեւ այստեղ կարծիքը ու իրավունքը շատ կարեւոր է եւ կարողանա ճիշտ ընտրություն կատարել։
մենք գիտենք, որ շատ ենք լսում հատկապես մեծահասակներից X մարդը մեր հարևանի քեռու թորն է, շատ լավ տղա է, գնամ իրեն ընտրեմ տարբերակը, որը ցավոք այս բարակայում շատ սխալ մոտեցում է։ Ինչպես Մադլենը նշեց, մենք ունենք ստեղծված քոքվեն, քո իրավունքը թերթիկը, տեղեկատվական թերթիկը, որի միջոցով ընտրողները մինչև ընտրությունը կարող են ուղղակի շատ པարզ վերցնեն այդ թերթիկը ու մի հատ գրիչ ու հետո ճիշտկաներ նշումներ կատարեն, արդյոք իրենք նախաքայլերը արել են ընտրությունների գնալիս թե չէ։ Ու ամենակարևոր նախաքայլը բոլոր կուսակցությունների ընտրական կարևոր մասերը կարդալն է։ Իրենց խոստումների կարևոր մասերը բանալի բառը կարդալն է։ կարդալներ։ Եվ ոչ միայն աշխատանքների ընթացքում անդրադարձել ենք նաև այս տարիներին հաճախ, լսած մեր բոլոր կարծրատիպերին, բոլոր պատմություններին, ավանդազրույցներ անգամ կարող եմ ասել ճակերտավոր ձև, որոնք հաճախ խանգարում են հատկապես առաջին անգամ ընտրողներին, եւ այդ պարագայում տվյալ իրավիճակներ քննարկելով փորձել ենք ներկայացնել ճիշտը, ճիշտ տարբերակը, ճիշտ տեղ հասնելու եղանակները, այսպես ասած։ Առաջին անգամ ընտրողները կարծես թիրախային խումբ են ստացվում, եւ փորձել եք նաեւ տեղեկացվածության շնորհիվ շահագրգռեք լավ իմաստով, Այո, միանշանակ, շատ կարևոր է։ Երիտասարդները հաճախ հետաքրքրված չեն լինում ընտրական գործընթացներով, առավել եւս քաղաքացիական պատասխանատվության կարելի ասել բարձր մակարդակ չենք նկատում նրանց մոտ եւ շատ կարեւորում ենք, որ հենց իրենց ներկայացնենք դրա կարեւորությունը, պատասխանատվության աստիճանը կապենք, իրանց անձնական, այսպես ասած, խնդիրների լուծման կարեւորության հետ ու նրանց նույնպես ներգրավենք ու ամենակարևորը իրազեկ ձևով ներգրավենք, որովհետեւ եթե մեզ ոչինչ չսովորեցնեն, մենք չենք իմանա ինչպես է ճիշտը, ինչ սկզբունքներ կան, ինչպես տարբերենք ճիշտ տեղեկատվությունը կեղծից, ընդհանրապես ինչքանով է դա կարևոր եւ այլն, եթե մեզ չսովորեցնեն, մենք ուղղակի չենք տիրապետի այդ տեղեկատվությանը եւ չենք լինի իրազեկ։ Իսկ նման նախաձեռնությունները, նման քայլերը, նման, այսպես ասած, միջոցառումները օգնում են առաջին անգամ ընտրողին իմանա ամենակարևորը կարևորությունը լինի իրազեկ ու ավելի շատ ներգրաված։ Ավելացնելու բան կա։ Մեր աշխատարանների ընթացքում մենք աշխատել ենք 800, առավել քան 800 ընտրողների հետ, որոնցից առավել քան 400-ը եղել են առաջին անգամ ընտրողներ։ Ուզում եմ տարիքային բարձր շեմը հասկանալ։ Դե պարզ է ներքևի շեմը փոքր երեխաներ չեն կարող։ Մինչև 24 տարեկան ունեցել ենք 400 եւ ավելի մասնակիցներ։ Ավելի բարձր ունեցել եք։ 24-ից բարձր եւս առավել քան 400, ընդհանուր 800-ից ավել, որից ընդհանուր մասնակիցներից շուրջ 130-ը եղել են Արցախից բռնի տեղահանված անձինք։ Ես եւս ներեցեք մի բան եմ ուզում ավելացնել, մենք շեշտը ոչ միայն դրել ենք ընտրությունների օրվան, այլ նաեւ մինչև ընտրությունները ու ընտրություններից հետո։ Այսինքն մինչև ընտրությունները մարտիկ հետևեն ոչ միայն ընտրությունների օրը ընտրախախտումներին, այլ կոնկրետ մինչև ընտրությունները ընտրախախտումներին հետևեն քարոզարշավի ընթացքում կուսակցությունների ֆինանսավորման մասին իմանան, որտեղից են ֆինանսավորում կուսակցությունները, որոնք մենք բոլորս գիտենք, որ շատ կարևոր են։ Դրանից զատ նաև որ իրենք ընտրություններից հետո բնականաբար ինչ-որ իշխանություն է ձևավորվելու ու աշխատանքներ են տարվելու առաջիկա 5 տարում, իմանան մասնակցության այն գործիքներ, որոնք իրանց շատ կօգնեն։ Նույն e-draft-ը, e-request հարթակների հետ ենք ծանոթացրել, որ իրենք այդ հարթակների միջոցով կարողանան մասնակցել որոշումների կայացմանը Հայաստանում։ Այստեղ շատ կարևոր է, ասացիք հարթակները, անուն ազգանունները ճշտել, հասկանալ, գրանցված մարդկանց իսկությունը, իրական լինելը, որը նախկինում հաճախ նկատել ենք, նաև այսպիսի դեպքեր են եղել։ Ձեր փաստերի ստուգման թիմը ուսումնասիրում է ընտրական թեմաներով տարածված մոլորությունները, որոնք են այսօր ամենատարածված ապատեղեկատվական թեզերը, կխնդրեի դրանք նշեիք, իհարկե առանց որևէ անուն տալու։ Ամենատարածվածը միակողմանի ուղղվածությունն է որևէ կուսակցության կամ որևէ կառավարության, որ բոլոր տեղերում այդ թեզը կա։ Այսինքն մենք փորձել ենք մեր փաստերի ստուգման ակումբի շրջանակներում խոսել այդ թեմայի մասին, ցույց տալ իրական պատկերը այս պայդրությամբ ինչ ունենք։ Հիմնականում դա է, այլ այս բային դա է, բայց ընթացիկ մենք մի քանի նյութեր ունենք, որոնք առաջիկա մինչև ընտրությունները շարունակաբար կտեղադրվեն մեր սոցիալական հարթակներում, կազմակերպության կայքում։ Այսինքն դասընթացից զատ նաև կան հարթակներ, որը
որոնց միջոցով մարդիկ շարունակում են կապ պահել եւ տեղեկություններ ստանալ։ Այո, մեր կազմակերպության կայքը, սոցիալական էջերը, ինչ ոչ նաև Telegram-ն բոտի միջոցով նրանք կարողանան ունենալ ճիշտ տեղեկատվություն։ Նշած հասցեները կխնդրեի եթերից հետո մեկնաբանությունների դաշտում տեղադրեք, որպեսզի հեշտությամբ ռադիոլսողները մուտք գործեն եւ գտնեն։ Հետաքրքիր է առաջին անգամ ընտրողները եւ այն մարդիկ, որոնք առաջին անգամ չեն, բայց ձեր այսպես ասած նախաձեռնությանը մասնակցում էին, որքան էր տարբերությունը հարցադրումների տեսանկյունից եւ տեղեկատվացության տեսանկյունից։ Այն մարդիկ, ովքեր մասնակցել էին ընտրության, պատմում էին իրենց հետ տեղի ունեցած տարբեր իրավիճակներ, իրադարձություններ, որոնք եւ անձամբ իրենց հետ էր եղել եւ իրենց ընտրատեղամասում էր եղել, իրենց համայնքում էր եղել, փորձում էին հասկանալ ինչքանով է ճիշտ այդ իրավիճակը, հա, ինչպես են ճիշտ դուրս եկել այդ իրավիճակից կամ հաճախ հա մեդիայում տարածված նյութեր եւ այլն, ինչ կարող են անել այդ պարագայում եւ այլն, դե փորձառության տեսանկյունից բնականաբար մեծահասակները մասնակցել են որևէ հա քան առաջին անգամ ընտրողները եւ այս պարագայում հարցերը մեծահասակների կողմից ավելի շատ էին։ Այստեղ ուզում եմ հասկանալ նաև ինչ ըստ ձեզ, հա, ես ուսումնասիրությունների շնորհիվ ինչ եք կարծում, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն եւ արդյոք սրանք պետք է այսպիսի նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն, որպեսզի իրազեկ քաղաքացին միշտ կարողանա ճիշտ կողմնորոշվել, առաջինը ճիշտ կողմնորոշվելն է եւ հետո իհարկե կարողանալ ճիշտ ընտրություն կատարել։ Մեր կազմակերպության տեսանկյունից եմ ցանկանում պատասխանել այս հարցին, սա որպես այդպես այս region ծրագիրը, որ մենք իրականացնում ենք, առաջինն էր մեզ համար նման օրինակ ծրագիրը, որ մենք միայն ընտրողների կրթություն ենք իրականացնում։ Սպասելիքներն ու արդյունքը արդարացված է նշանակ։ Այո, կարող ենք ասել, որ միանշանակ արտարացված էր։ Ուզում եմ նշել, որ մենք իրականացնում ենք կան այլ կազմակերպություններ, որոնք իրենց հերթին իրականացնում են ընտրողների կրթություն։ Մենք ապագայում ինչ ենք տեսնում, մենք շատ կցանկանայինք տեսնել ավելի համակարգված մոտեցում, ավելի կենտրոնացված մոտեցում, որ ավելի երբ որ ռեսուրսները կենտրոնացվեն, ավելի մեծ ռեսուրսներ լինեն, բնականաբար շատ ավելի շատ դասընթացներ, շատ ավելի շատ իրազեկման արշավներ կիրականացվեն։ Մենք առաջիկա ընտրություններին կփորձենք նման նախաձեռնություններով հանդես գալ, չպահել միայն մեր դաշտում, այլ փորձել համախոհներ գտնել, որպեսզի ընդհանուր շրջանակը մեծացնենք, որովհետև մեր բոլորիս նպատակը խոշոր հաշվով նույնն է՝ ունենալ հաշվետվողական ու թափանցիկ ընտրություններ։ Եվ ուզում եմ նշել, որ սա իրազեկման ամենամեծ ցանցն է, որովհետև ներառել է բոլոր 10 մարզերը եւ ունացել է 800-ից ավելի հա մասնակից, եւ կարծում եմ վերադառնալով ձեր հարցին շատ կարեւոր է, որ միայն ընտրության հա ամսի 7-ից հետո բոլոր գործընթացները ուղղակի չսահմանափակվեն, հա, միայն իրազեկմամբ, այլ այդ գործընթացը շարունակական լինի, քանի որ առջևում ունենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ եւ այլն, եւ ուզում եմ, որ այս գործընթացը շարունակաբար լինի եւ մեր կողմից կարող եմ ասել մեր անունից, որ մենք կփորձենք ավելի շատ քաղաքացիների իրազեկել ընտրելու իրավունքի կարեւորության եւ ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու կարեւորության մասին։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ ֆիքսենք, որ բացի ընտրություններից հետո կյանքը շարունակվում է եւ իրազեկ քաղաքացին, երբ գիտի իր իրավունքները, գնացել է գիտակցված ընտրության, նաեւ պետք է պահանջատեր լինի շարունակության համար։ Իսուր չէինք ասում խոստումներ նախընտրական, կարող ենք ասել, որ նախաձեռնության տված գիտելիքները եւս հնարավորություն են տալու քաղաքացուն հստակ հասկանալ եւ ինչու ոչ նաեւ մասնակից դառնալ, փորձել պահանջել եւ ներկայացնել իրավունքներ, որոնք իհարկե կյանքի որակի մասին է խոսքը ավելի կլավացնել։ Հարթակները, որոնց մասին խոսում էի, որոնք ստեղծված են ոչ մեր կողմից, բայց իհարկե մեր կողմից կիրառում են e-request հարթակը, e-draft հարթակը, իրանք շատ լավ գործիքներ են մասնակցության սեփական իրավունքների իրականացման համար։ Մենք, ինչպես նշեցի, ծանոթացրել ենք բոլոր մասնակիցներին այդ գործիքների հետ, իրենք տեղում այս գործիքները կիրառել են ու սա կարծում ենք, որ շատ լավ խթան է, որ իրենք հետագայում կշարունակեն կիրառել այս գործիքները։ Ոնց է կանելու հետաքրքրությունը, որպեսզի չնվազի։ Ոգևորվածությունը չչանա, ի վերջո ինչ որ մեխանիզմներ ունեք, որովհետև դուք ինքներդ նշեցիք, որ շատ կարևոր է, որ ընտրություններից հետո ուղղակի այսպես ստոպ չլինի, այլ շարունակություն լինի։ Մտածել եք այդ ոգևորվածության, մարդկանց ոգեշնչելու տեսանկյունից։ Տեսեք, քանի որ ծրագիրը, որ մենք գրել ենք ու իրականացրել ենք, մեր կազմակերպության ռազմավարական առաջնահերթություններից ելնելով ենք արել։
ու եթե ծրագիրը կամ ընտրություններով ավարտվում է կամ ավարտվում է 1 ամիս հետո դրանից հետո մենք չենք դադարում այդ ուղղությամբ աշխատելը, որովհետև ծրագրին դիմել ենք մեր առաջնահերթություններից ելնելով ու այո, իհարկե շարունակելու ենք աշխատել կոնկրետ ինչ մեթոդներով ու ինչ շարունակությամբ այս բանը ես չեմ կարող դա նշել, բայց միանշանակ շարունակելու ենք աշխատել, որ ավելի շատ մասնակցեն, քաղաքացիական մասնակցությունը ավելի բարձր լինի գոնե այն մարդկանց մոտ, ում հետ մենք աշխատել ենք ու շարունակելու ենք աշխատել։ Շարունակական աշխատանքի մասով ուզում եմ նշել, որ եթե անգամ համապետական ձևով չկարողանանք անել, մեր առաջնահերթությունների մեջ է, որ մենք հենց տեղական մակարդակում ենք հենց համայնքի բնակիչներին փորձում, ներգրավել քաղաքացիական մասնակցության ու փորձում ենք նրանց տրամադրել բոլոր իրավունքները, որպեսզի լինեն իրազեկ ամենաառաջինը քաղաքացի ու պահանջատեր լինեն, այսինքն հետաքրքրվեն իրենց համայնքի խնդիրներով եւ գնան թակեն տարբեր դռներ, այսպես ասած, եւ հասնեն իրենց խնդիրների լուծմանը։ Սա այն հիմնական գործիքն է, որը կարող եմ ասել կիրառվում է մեր կողմից, որ ավելի շատ գիտելիքներ տարածենք քաղաքացիական ակտիվության ու ժողովրդավարության կարևորության մասին։ 10 մարս բավական այսպես լայնածավալ աշխատանք էիք վերցրել եւ դրել ձեր ուսերին ու պրակտիկ աշխատանք, այսինքն դա հնարավոր չէր անել on-line տարբերակով, պետք է ամեն ինչ արվեր off-line, դժվարություններ, որ հանդիպել եք եւ կարող եք ասել մարզերով պատտվելով եւ նման հանդիպումներ ունենալով, որ մարզն է առանձնահատուկ ակտիվությամբ, հետաքրքրվածությամբ աչքի ընկել։ Սուբյեկտիվ իհարկե, արդեն անձնական։ Ես կցանկանամ նշել, որ ընդհանուր ծրագրի թիմի մեջ աշխատել են 4 ծրագրային աշխատողներ եւ 3 դասընթացավարներ։ Ու ծրագրային ամենը 7 հոգով ու ծրագրային ամեն մի դասընթացին եղել է մի դասընթացավար ու 1 մաքսիմում 2 ծրագրային թիմի ներկայացուցիչ։ Մենք այս մեթոդով փորձել ենք հնարավորինս արագ կազմակերպել այս process-ը, որ մենք հանկարծ չհասնենք քարոզարշավի փուլին։ Այս մենք մինչև քարոզարշավը մեր դասընթացները ավարտել ենք։ Սկսել ենք մարտի 14-ին 50 օրում կարողացել ենք 31 դասընթաց իրականացնել 31 դասընթացներ իրականացնել։ Դժվարությունների իհարկե բախվել ենք, տարբեր համայնքներում դժվարությունները տարբեր են եղել, մի տեղում մասնակիցների խնդիր են ունեցել, բայց պատվով կարողացել ենք այդ խնդիրը հաղթահարել։ Քիչ էին նկատի ունեք։ Հետաքրքրվածությունը մարդկանց մոտ քիչ են ու առհասարակ այս ոլորտում մենք շատ ենք հանդիպում, որ մարդիկ գրանցում են դասընթացին ամեն ինչ ու վերջին բանին չեն գալիս, բայց դա այդ խնդրին գիտենք, որ բախվելու ենք այդ խնդրին, միշտ սահմանվածից ավելի շատ մարդկանց ենք փորձել ներգրավել ու եթե չեղարկումներ եղել են, միևնույն է առնվազն այնքան թիվը, որքան մենք պատկերացրել էինք, այդ թվին հասել ենք։ Նույնիսկ այդ ամենակիչ մասնակցելու Եվ կդժվարանանք որևէ մարզ նշել, որ ամենաակտիվն է եղել, բայց մարզերում եղել են համայնքներ, տարբեր մարզերում տարբեր համայնքներ, որ շատ մեծ ակտիվություն են ցուցաբերել, շատ մեծ հետաքրքրվածություն, ինչը միայն նպաստել է ծրագրի արդյունքներին հասնելու գործում։ Այսինքն գնացել եք կոնկրետ մարզ, մի քանի համայնքներով պատտվել եք, որպեսզի կարողանան մարդիկ մոտակա հատվածներից գան, միանալ։ Մեր տեղի գործընկերների հետ ենք աշխատել յուրաքանչյուր համայնքում, տարբեր գործընկերություններ ենք հաստատել եւ փորձել ենք նաեւ իրենց միջոցով հավաքագրել, նախ տարածել տեղեկատվությունը աշխատարանի մասին, հետո հավաքագրել մասնակիցներին եւ առաջին, այսպես ասած, խնդիրը, որին բախվել ենք, հաճախ մարդիկ մտածել են, որ մենք որևէ քաղաքական նկատառումներով ենք եւ ընտրական բառից վախեցել են, կարող եմ ճակերտավոր ձևով ասել, բայց մենք մեր առաջին, այսպես ասած, բացման խոսքում նշել ենք, որ մենք բոլորից մի քայլ առաջ ենք ընկել ուղակի եւ ուզում ենք բոլորին պատմել ընդհանրապես ինչ է այս ընտրական գործընթացը, ինչու է կարեւոր մասնակցել դրան։ Այսինքն քարոզ չի։ Այո։ Սա շատ կարևոր է։ Վերջում ինչ խորհուրդ կտաք բոլոր այն մարդկանց, ովքեր չեն մասնակցել ձեր դասընթացներին, բայց առաջին անգամ են գնալու ընտրության։ Շատ կարդան ճշգրիտ տեղեկատվություն, փորձեն կարողանան զանազանել։ Այո, տարբերել տեղեկատվությունը մոլորություններից, լինեն իրազեկ, շատ լավ իմանան իրենց իրավունքները ու անպայման գնան ընտրության։ Ես երկու բան կուզեմ ասել, առաջինը, որ ցանկացած հասարակության մեջ փոփոխություն, ինչ որ փոփոխություն լինում է, եթե ինչ որ մեկը որոշում է անտարբեր չլինել։ Ես կմաղթեմ բոլոր մարդկանց իրենց փոքր հասարակության, մեծ հասարակության մեջ չլինել անտարբեր ու քայլ առաջ կատարել։ Ու եւս մեկ բան, մայիսի 19-ին Վանաձոր քաղաքում ժամը 11:00-ին մենք իրականացրելու ենք Vote Armenia հարթակի ներկայացման աշխատարան,
մեր գործընկեր Կոնրադ Ադենաուր հիմնադրամի հետ ու Լոռու մարզի բնակիչներին, ովքեր լսում են ռադիոն, սիրով հրավիրում ենք։ Ոչ միայն լսում, այլև դիտում են։ Շնորհակալություն մանրամասներ ներկայացնելու համար։ Հիշեցնեմ իմ զրուցակիցներն էին, մենք Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության գործառնական համակարգող Մատլեն Մինասյանն ու կազմակերպության ծրագրերի համակարգող Արամ Գևորգյանը գնում ենք ընտրության, գիտակցված ընտրություն ենք կատարում, ես նույնպես, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ճիշտ ընտրություն կատարել ու շարունակել լսել Հանրային ռադիոյի աշխատանքները։ Քո ձայնը